Էրիկ Բերշոն Շարլ Ազնավուրին նվագակցել է 700-ից ավելի համերգների ընթացքում, աշխարհի տարբեր մայրցամաքներում։ Նա տեսել է շանսոնիեի կուլիսային շարժու ձևը, ուշադիր հետևել նրան բեմի վրա եւ մեկ հայացքից միմյանց հասկանալով տեղում իմպրովիզներ են արել, հին երգերը նորովի հնչեցրել, ասես հենց այդպես էլ պետք է լիներ։ Avant le concert, il était très drôle. Շարլը մինչև համերգի սկսվելը կատակներ էր անում, հեռուստացույց դիտում, իրեն անկաշկանդ էր պահում, բայց իր ամբողջ ոգին ու հույզերը ելույթի համար էր պահում։ Հենց ավարտվում էր վերջ, մոռանում էր ամեն ինչ։ Կյանքումս նման մարդ չեմ տեսել, որ րոպեական ապրումներ հույզեր փոխանցի եւ նույն կերպ էլ դրանք ցրի վերջացնի։ Այո, նա երգիչ էր, բայց նաեւ դերասան էր, որին երբ ռեժիսորն ասում է դուբլ, իսկույն դերի մեջ էր մտնում։ Այդ կերպ 2 ժամ Շարլն ուժեղ կապի մեջ էր մտնում իր հանդիսատեսի հետ։ Էրիկ Բերշոն ուրախ է, որ շանսոնիեի պոեզիայի գիրքը մաս-մաս հայերեն է թարգմանվում, քանի որ դրա շնորհիվ ընթերցողը կհամոզվի, թե նա ինչ աստիճանի փխրուն սիրտ ուներ։ Ազնավուրի պոեզիայի գիրքը 2 մասի է բաժանում՝ սերն իր բոլոր հնարավոր երանգներով եւ սոցիալական խնդիրներ։ Il regardait souvent le journal télévisé. Իր բեմելներից առաջ հաճախ լրատվական հաղորդումներ էր դիտում, ռեպորտաժներն ուշադիր լսում էր եւ դրանք նրան տալիս էին նոր երգեր ստեղծելու համար գաղափար։ Շարլն անտարբեր չէր հասարակ մարդկանց դժվարությունների հանդեպ, ցանկանում էր իր արվեստի միջոցով նրանց պաշտպանել։ Ազնավուրը երգ է գրել կույրերի, խուլու համրերի համար։ Օրինակ Մոնեմ ու Վանտամուղը իմ հուզիչ սերը երգերուն զուգահեռ նաեւ ժեստերի լեզվով էր կատարում։ Comme pour te parler, je manquais de moyens. Vous savez, il était très spontané. Նա անկանխատեսելի ու սպոնտան էր։ Գիտեք, Շարլը միաժամանակ շատ հստակ էր, ինչպես դասականներն են, բայց իր այդ ճշգրտության հետ մեկտեղ նաև ներքին ազատություն ուներ։ Իր ստեղծած 1400 երգերի մոտավորապես 60%-ի երաժշտության հեղինակը հենց նա է։ Սկզբում տեքստներ գրում, հետո դրա համար լավագույն մեղեդին էր ծնվում։ C'est Éric Berchot. 64-ամյա Էրիկ Բերշոն դասական ժանրի դաշնակահար է, Շոպենի անվան միջազգային մրցույթի դափնեկիր, բայց ազնավուրյան մեղեդիները նրան միշտ հուզել են, հետաքրքրել ու զարմացրել կառուցվածքով, մտքով ու սրտով։